Թուրքիայում այսօր տեղի ունեցած արտակարգ պատահարի մասին վերջին տեղեկություններով առնվազն 16 մարդ է վիրավորվել Թուրքիայի հարավում գտնվող դպրոցներից մեկի վրա այսօր տեղի ունեցած հարձակման հետևանքով։ Թեման քննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ, նա այս պահին մեր տաղավարում է։ Բարի օր Արման, ինչ է այս պահին հայտնի դպրոցում տեղի ունեցածի մասին, ինչ կարող ես ասել։ Բարի օր Ալբերտ, հայտնի է, որ հարձակումը տեղի ունեցել Թուրքիայի Շանլուրֆա նահանգի Սիվերեկ շրջանի դպրոցներից մեկում։ Ըստ պաշտոնական տեղեկությունների հարձակման հետևանքով 16 մարդ վիրավորվել են, նրանցից 4 ուսուցիչներ են, 10 աշակերտներ, 1 ոստիկան, 1 դպրոցի բուֆետի աշխատակից։ Քիչ առաջ Շանլուրֆայի նահանգապետ Հասան Շոդակը հայտնել է, որ կրակողը եղել է 2007 թվականից ծնված երիտասարդ, այսինքն մոտ 18-19 տարեկան։ Նրա անունը չեն գաղտնազերծում թուրքական մամուլները, սակայն հայտնի է, որ նա այդ դպրոցում է սովորել։ Նահանգապետ Շլդակը ասել է, որ երիտասարդը սովորել է այդ դպրոցում մինչև 9-րդ դասարան, հետո տեղափոխվել է այլ կրթական հաստատություն։ Թուրքական աղբյուրները հայտնել են նաև, որ դպրոցը արագ տարհանվել է, ոստիկանությունը շրջափակել է տարածքը, իսկ երբ զինված երիտասարդը հասկացել է, որ հայտնվել է շրջափակման մեջ, անձնասպան է եղել։ Արման, իսկ ինչ է հայտնի վիրավորների վիճակի մասին եւ իշխանությունների հետագա քայլերի մասին։ Ալբերտ, արդեն կա պաշտոնական պարզաբանում, նահանգապետի խոսքով անձնասպանություն կատարած երիտասարդից բացի այլ զոհեր չկան, այսինքն այս պահին խոսքը միայն վիրավորների մասին է։ Տուժածներից 4-ի վիճակը միջին ծանրության է գնահատվում, դրա համար նրանց տեղափոխել են նահանգային կենտրոնի ավելի հագեցած հիվանդանոցներ։ Մյուս 12 վիրավորների բուժումը շարունակվում է Սիվերեքի պետական հիվանդանոցում։ Իշխանություններն ասում են, որ դեպքի շուրջ միաժամանակ ընթանում է եւ քրեական եւ վարչական քննություն, այսինքն նրանք փորձում են հասկանալ ոչ միայն թե ինչպես է հարձակումը տեղի ունեցել, այլ ինչպիսի նախապատմություն է ունեցել եւ ինչու է նախկին աշակերտը գնացել այդ քայլին։ Շնորհակալություն Արման, հարգելի հեռուստադիտողներ, հիշեցնեմ Թուրքիայի դպրոցներից մեկում այսօր տեղի ունեցած զինված հարձակման մասին զրուցում ենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։